Ծառուկյան դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Շիրակի մարզի բնակիչներին կոչ արեց ընտրել այն քաղաքական ուժին, որը կարող է փոփոխություններ իրականացնել օրենսդրական դաշտում եւ կառավարման համակարգում։ 5-6 ընտրություն անցել է։ Բոլորին լսել եք, հավատացել եք, ձեր ձայները տվել եք։ Այսօր ձեզ ասում են, համապատասխան այնպիսի համակարգի կառույցի տվեք ձեր ձայները, որ ի վիճակի լինելու, օրենք փոխի։ Գագիկ Ծառուկյանը կարևորեց Հայաստանի տարբեր տարածքներին համապատասխան ծրագրի մշակումն ու իրականացումը, ըստ նրա, անհրաժեշտ է առանձին դիտարկել մարզերն ու համայնքները։ Այսօր ծրագրերը մենք պետք է կազմենք, ներկայացնենք, որ մարզում, որ քաղաքում, որ տարածքում, ինչ պետք է լինի, ինչով է ժողովուրդը զբաղվի, ինչով է մասնագիտացված, կլիմայական պայմաններ կա, որը համապատասխան պետք է դա իրականացնես։ Ծառուկյան դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ իրենց առաջարկած 15 կետեր ինքն անձամբ է գրել։ Այդ կետերը վերաբերում են սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծմանը։ 15 կետերը անձամբ ես եմ գրել, ես եմ ասել, ճշտել եմ մեր տնտեսագետների հետ։ 15 կետերը բոլոր ոլորտի մարդկանց վերաբերում է, սկսած թոշակառու, ծառայող, գյուղացի, քաղաքացի, արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, գյուղացի, քաղաքացի, ով ուզում է նայի, իր վերաբերյալ կետ կա։ Համապատասխան այդ կետերը պետք է առաջերտին տեղում իրականություն դառնա, կյանքում բան փոխվի։ Գագիկ Ծառուկյանը կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացումը, նա Հայաստանը համեմատեց տարածաշրջանի երկրների հետ։ Այսօր ունենք Ռուսաստանը 200 միլիոնանոց պետություն, կողք ունեն կարաբական երկրները, ես իմ քանի միլիոն, որոնց անծայրածիր ոչ մի բան չունեն, միայն ծով, ջուր, տուրիստներ եւ մեկ էլ նավթ, բայց կարևորը մենք տնտեսությունը պետք է զարգացնենք մեր ժողովրդի են բարիք ստեղծող ժողովրդի միջոցով։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց բոլոր ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, եթե ընտրություններում 50%-ից ավելի ձայներ հավաքեն եւ հնարավորություն ունենան կառավարություն ձևավորել։ Զորապարոյան, ժամը լրատվական։